միջնորդություններ, իսկ դատավորները, օրինակ, պարոն Դանիելյանը, իմ համար Ներողություն պարոն Հասանյանը, նա կոնկրետ որոշ պրոտոկոլներ անդամի ներկայացնում ձեր բացառական միջնորդությունը առանց վերացուցիչ ներկայացնի, հետո ունենանք հետո այլ անձի վերաբերյալ էլի բացառական միջնորդություն, իր անձի վերաբերյալ բացառական միջնորդության շրջանում կներկայացնենք։ Ում է ներկայացնում բացառական միջնորդություն երևս ասենք։ Իսկ պարզաբանեք առանձին պետք է ներկայացվի, թե կարող է նաև երեքիներ այսօր միջնորդության ներկայացնել։ Դուք ներկայացրեք գնալու կոնստիտուցիոն դեպքում սեր պարոն Հայրապետյանից։ Դե պարոն Հայրապետյանը այդպես հասնում է, թե արդյոք մենք իրար հետ որևէ հարաբերություն ունենք, թե ոչ։ Բարեկամական հակառակը, բնականաբար ոչ։ Իսկ պարոն Հայրապետյանի դեպքում, ինչպես այս խորհրդի շատ դատավոր անդամների կամ երևի թե անխտիր բոլորի հետ ունեցել ընկերական հարաբերություններ։ Բայց ի տարբերություն մյուսների, պարոն Հայրապետյանը, ինչպես իմ միջնորդության մեջ եմ նշել, ըստ ինձ, բազմիցս դիրքորոշում է արտահայտել իմ գործով, մասնավորապես իմ գործով տեղի ունեցած անարդարացի, անօրինական գործողությունների վերաբերյալ։ Այդ հայտարարությունները եղել են հրապարակային, բազմաթիվ անձինք են ներկա գտնվել այդ հայտարարությունները լսել, տեսել։ Եվ այսպես ձևակերպեմ, ովքեր չհնչի, ինձ այս բտխտազն եմ, ծպտյալ ընկեր կամ աջակից, չգիտեմ ինչ բառ ասեմ, համախոհ, պետք չի, ինձ պետք են օբյեկտիվ դատավորներ, ովքեր կարող են կայացնել օբյեկտիվ որոշումներ ու լինել անկողմնակալ։ Ես այդ գրավոր այդ հարցը տրվել էի։ Դուք ձեր հայտարարության մեջ չասեցիք, թե արդյոք իրականում մենք բարիատրացական հարաբերությունների մեջ եղել եք, թե չէ։ Այն ժամանակ, երբ որ խորհրդի անդամ չեք եղել, ու նման մտադրություններ չկար, ու կարող եք ամեն ինչ ասել։ Միգուցե իրականում այդպես չեք կարծել, ընկերական շրջապատում այդպես եք արտահայտել։ Կամ այդպես էլ կարծել եք, այդպես էլ ասել եք։ Պարզաբանեին, ես այդտեղ խնդիր չէի տեսնի որպես այդպիսին։ Կամ հերքեք միգուցե իմ հիշողությունն է ինձ դա վաճառում։ Խնդիրը դրանում է, հետևաբար նախ եւ առաջ ելնելով այդ հենց բարիատրացական հարաբերություններից նախկինում ունեցած մինչև ձեր բտխանցման դառնալը ձեր նախկինում նաեւ տարբեր միջավայրերում արտահայտած դիրքորոշումների համատեքստում ներկայացնում եմ բացառική միջնորդություն։ Շատ շնորհակալություն, որովհետև ինչ-որ դիրքորոշում ունի, Շատ հակիրճ, հակելի նախագահով, իհարկե դիրքորոշում ավելի հեշտ լինի արտահայտած դատավորի լսելուց հետո, բայց այնուամենայնիվ մեր կարծիքով ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերը իհարկե իրենք օբյեկտիվորեն նախատեսված են օրենսդրությամբ, բայց դրա դեպքում կարևոր է հենց դատավորի կարծիքը, դատավորի դիրքորոշումը այն հանգամանքների վերաբերյալ, որոնք ներկայացնում իրեն բացարկի միջնորդության շրջանակում։ Մեր կարծիքով դատավորը եթե գտնում է, որ ինքը կարող է կարծիքով